Հայաստանի բանկային համակարգը 2026 թվականի առաջին կիսամյակը ամփոփում է տպավորիչ աճով։ Ֆինանսական գրեթե բոլոր առանցքային ցուցանիշները դրական դինամիկա են արձանագրել։ Առաջին 6 ամիսների արդյունքներով համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 8.1%-ով, հասնելով 13 տրիլիոն 838 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալն աճել է 3.6%-ով։ Վարկային պորտֆելը ընդլայնվել է 11.5%-ով, կազմելով 8 տրիլիոն 775 միլիարդ դրամ, իսկ ավանդային բազան ավելացել է 8.2%-ով, հասնելով 8 տրիլիոն 71 միլիարդ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում բանկերի զուտ շահույթը կազմել է 214 միլիարդ դրամ։ 30.6-ի դրությամբ 116 միլիարդ հարկ են վճարել բանկերը, որից 74 միլիարդը շահույթ հարկի տեսքով, 32 միլիարդը եկամտահարկի տեսքով եւ այլ հարկերը 9 միլիարդի տեսքով։ Դրական ցուցանիշներին համընթաց սրվում են անվտանգային ռիսկերը։ Ֆինանսական զեղծարարություններն ու կիբերխարդախությունները դարձել են ոլորտի գլխավոր մարտահրավերը։ Բանկերը այս սպառնալիքին հակազդում են մի քանի ուղղություններով։ Ապահով ֆինանսներ, լայնածավալ իրազեկման արշավի տեսահոլովակները, արտաքին գովազդը ու ռադիոեթերները հասել են միլիոնավոր քաղաքացիների, իսկ հուլիսի 1-ից գործարկված ստոպ գործիքը թույլ է տալիս վայրկենապես կասեցնել կասկածելի գործարքները։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հանձնաժողովների, պետական մարմինների եւ առևտրային բանկերի հետ իրականացվել է շարունակական համագործակցություն, ուղղված ինչպես յուրաքանչյուր անհատական դեպքի գնահատմանը, այնպես էլ համակարգային լուծումների ձևավորմանը։ Բոլոր դեպքերում իրավապահ մարմիններին տրվում է հաղորդումներ եւ ըստ էության բոլոր դեպքերում կարող ենք ասել ցավոք սրտի մեր քաղաքացիների չիմացության, միգուցե նաեւ այսպես հեշտ հավատալու արդյունքում իրանք իրանց կողմից տրամադրում են իրանց բանալիները, փոխանցման գործիքները եւ այդ գումարները փոխանցում են տեղերը, բայց այնուամենայնիվ նույնիսկ այս պայմանագայում բանկերը դրսևորելով հաճախորդամետ մոտեցում իրենց հաճախորդների հետ բանակցում են, գտնում են լուծումներ եւ շատ դեպքերում փոխհատուցման տեսքով, շատ դեպքերում սպասելով իրավապահ մարմինների գործողությունների նաեւ խնդրի լուծման տարբերակներ են առաջարկել։ Տվյալները փաստում են, բանկային համակարգը պահպանում է բարձր կայունություն։ Առևտրային բանկերն ընդլայնել են միջազգային համագործակցությունը, ֆինանսավորման նոր ծրագրեր իրականացնելով տնտեսության ռազմավարական ճյուղերով։ Հայաստանի ֆինանսական պատմության մեջ առաջին անգամ 6 ֆինանսական կառույցներ միավորել են ուժերը Firebird AI ընկերությանը $300 միլիոն համատեղ ֆինանսավորում տրամադրելու համար։ Այս մեգանախագծի նպատակը Հայաստանում արհեստական բանականության տվյալների մշակման ժամանակակից կենտրոն կառուցելն է։ Նախատեսվում է, որ ծրագիրը մոտ $4 միլիարդ կկազմի եւ բանկերը պատրաստակամություն են հայտնել այս ծրագրի աջակցման, ֆինանսավորման հարցում։ Նախորդ 6 ամսվա ընթացքում հայաստանյան 7 բանկեր կարողացել են միջազգային կառույցներից, միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել մեր կարծիքով աննախադեպ ֆինանսական միջոցներ, շուրջ $700 միլիոն միջոցներ են ներգրավել, հիմնականում նախատեսված փոքր եւ միջին բիզնեսի զարգացման, կանաչ ֆինանսավորման եւ այլ նպատակներով։ Բանկերն ակտիվացրել են նաև տնտեսությանն ու քաղաքացիներին աջակցող ծրագրերը։ Տնտեսվարողների աջակցման շրջանակում մայիսի 1-ից նվազեցվել են նաև ՓՄԶ վարկերի տոկոսադրույքները։ Նախաձեռնությունը տարածվել է շուրջ 56,000 վարկի վրա, 2 տրիլիոն դրամ ընդհանուր ծավալով։ Մարտի 1-ից մինչև 150 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող 45,000 տնտեսվարողների համար սահմանվել են փոստտերմինալներով գործարքների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր։ Բացի այդ, արկա քեշբեք ծրագրով առաջին կիսամյակում քաղաքացիներին է վերադարձվել 21 միլիարդ դրամ, իսկ ապրիլի 1-ից 75 տարեկանից բարձր եւ հաշմանդամություն ունեցող 50,000 անձանց համար ապահովվել է կենսաթոշակների բացառապես անկանխիկ վճարման համակարգը։